Գիրք առակաց, գլուխ 23-րդ Երբ հզորների հետ սեղան նստես ընթրիքի, ուտելուց առաջ լավ իմացիր, թե ինչ են դրել քո առաջ, և նոր միայն ձեռքդ մեկնիր, իմացիր նաև, որ դու ևս պարտավոր ես նույնը պատրաստել, և եթե ագահ էլ լինես, մի ցանկացիր նրա խորտիկները, քանի որ դրանք էլ կանցնեն կգնան սուտ կյանքի հետ։ Եթե ունևոր չես, մի ձգտիր հասնել հարստին, այլ քո իմաստությամբ հեռացիր նրանից։ Հենց որ աչքդ տնկես մի բանի վրա, այն իսկույն կչքանա։ Հարստությունն արծվի թևերը շինում իր համար և վերադառնում է իր նախնիների տունը։ Չարաչք մարդու հետ հաց մի կեր և մի ցանկացիր նրա կերակուրը, քանզի նա ուտում և խմում է այնպես, ինչպես մեկը մազ գուլ կտա։ Նրան մի ընդունիր քո տունը և քո հացը մի կեր նրա հետ, քանի որ նա նողկանք կպատճառի քեզ և կապականի քո բարի խոսքերը։ Ամենևին բան մի ասա անզգամի ականջին, որ նա չանարգի քո իմաստուն խոսքերը։ Մի փոփոխիր վաղեմի սահմանների նշանները և ձեռք մի տուր որբերի ունեցվածքին, որովհետև հզոր է նրանց պաշտպանը Տերը, և նրանց դատը նա կպաշտպանի քո դեմ։ Սիրտդ տուր խրատին և ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար։ Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես, նրան չի մեռնիլ։ Դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահից։ Որդյակ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես և իմ սիրտը, իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ խոսես։ Թող քո սիրտը չնախանձի մեղավորներին, այլ միշտ Տիրոջ երկյուղը պահի սրտիդ մեջ։ Եվ եթե պահես, դու զավակ կունենաս և քո լույսը չի կտրվի։ Լսիր որդյակ, իմաստուն եղիր և ուղղիր քո սրտի խորհուրդները։ Մի լինիր հարբեցող և մի նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին։ Որովհետև գինեմոլն ու բոզարածը պիտի աղքատանան, և քնի մեջ թմրած ամեն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի։ Լսիր որդյակ քեզ ծնող հորը և մի արհամարհիր քո մոր ծերությունը, ճշմարտություն ձեռք բեր և չթողնես իմաստությունը, խրատը և խոհեմությունը։ Արդար հայրը բարությամբ է կրթում զավակին, և նրա սիրտը պիտի ուրախ լինի իմաստուն որդու համար։ Թող քո հայրն ու մայրն ուրախ լինեն քեզ համար, և թող ուրախանա նա, ով ծնել է քեզ։ Տուր ինձ որդյակ քո սիրտը, և թող աչքերդ սպասեն ինձ իմ ճանապարհին։ Օտար տունը ծակ կարաս է, օտար բանը նեղ ջրհոր, և ով այնտեղ է շտապում, շուտով պիտի կործանվի, և ամեն մի անօրեն պիտի ջնջվի իսպառ։ Ում համար է վայը, ում համար է խռովությունը, ում համար են դատաստանները, ում համար են դաժանություններն ու տարակուսանքները, ումն են աջ ու ձախ տրված հարվածները, և ումն են հարվածից կապտած աչքերը, ոչ արդյոք նրանցը, ովքեր տարվում են գինով, ովքեր նայում են, թե որտեղ գնարբուք կա։ Մի հարբեք գինով, այլ զրուցեցեք արդար մարդկանց հետ և խոսեցեք միմյանց հետ հրապարակներում, իսկ եթե աչքդ գցես թաս ու բաժակի, հետո պիտի սանդի կոթի պես տկլոր ման գաս։ Վերջն էլ օձից խայթվածի պես պիտի ցած ընկնես, և գինին ինչպես իժի թույն պիտի տարածվի քո մեջ։ Եվ երբ աչքերդ օտար կին տեսնեն, բերանդ խառն ու շփոթ պիտի խոսի, և պիտի ծփաս, ասես ծովի մեջ, ինչպես նավավարը սաստիկ մրրիկի մեջ, և պիտի ասես. «Ինձ ծեծում էին, բայց ես ցավ չէի զգում, ինձ ծաղրում էին, բայց ես չէի գիտակցում։ Ե՞րբ է բացվելու առավոտը,
որ վեր կենամ գտնեմ, թե ում հետ պիտի էլի շրջեմ։